Սիրելի հայրենակիցներ, ինձնից կախված ամեն ինչ արել եմ, մտել եմ պայքարի մեջ, չեմ քաշվել մի կողմ, չեմ ասել կարևորը իմ բարեկեցությունն է, հավաքել եմ լավ թիմ, մշակել ենք շատ լավ ծրագիր, հայտարարել եմ, որ չունեմ անձնական որևէ հավակնություն, չեմ հավակնել ոչ մի պաշտոնի, պատրաստվել էի լավ ծրագրային քարոզարշավի, որը տևեց ցավոք ընդամենը 4-ից 5 օր։ Դրանից հետո անձնական վիրավորանքներ, ընտանիքիս անդամների թիրախավորում, թիմակիցներից ձերբակալություններ, քրեական գործեր եւ այլն։ Նույնիսկ այդ պայմաններում հայտարարել եմ, որ քաղաքական մրցակիցների եւ առավել եւս նրանց ընտանիքների հանդեպ որևէ վիրավորանքը բացառում եմ։ Բոլոր հարվածներով ու հարձակումներով հանդերձ Բարգավաճ Հայաստան կուսակցությունը հավաքեց բավարար ձայներ ազգային ժողով մտնելու համար։ Բոլորիդ աչքի առաջ տեղի ունեցավ պարզ գողություն։ Գործող իշխանությունների կամայական որոշմամբ մի ամբողջ խմբակցության թույլ չտվեցին լինել ազգային ժողովում։ Մեր տասնյակ հազարավոր ընտրողների իրավունքները ոտնահարվեցին, ձայները փոշիացվեցին։ Ամեն ինչ կատարվեց հայ ժողովրդի աչքի առաջ, աշխարհի աչքի առաջ։ Շնորհակալ եմ բոլոր քաղաքական ուժերին, հանրային շրջանակներին, անհատներին, որոնք անկախ իրենց քաղաքական նախասիրություններից իրենց ձայնը բարձրացրեցին անարդարության դեմ։ Սա շատ թանկ ու երբեք չմոռացվող պահվածք է։ Իմ հանդեպ իրականացվող ակնհայտ կեղծ Սարքովի գործը այս ամենի շարունակությունն է։ Մի դատարկ, փուչիկ գործ։ Իմ խիղճը հանգիստ է։ Ցավոք Հայաստանը կանգնած է անխուսափելի մարտահրավերների առաջ։ Մեզ սպասում են բարդ ու ռիսկերով լեցուն ժամանակներ։ Դրանց դիմակայելու համար առաջին հերթին անհրաժեշտ է խոհեմություն։ Մեզ նաև շատ անհրաժեշտ է, ինչպես ասել եմ ընտրություններից առաջ եւ ասում եմ հիմա, ներքին հանրային համերաշխություն։ Սա ասում եմ ես, ում հանդեպ կատարվեց ամենամեծ անարդարությունը։ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի եւ Սահմանադրական դատարանի որոշումները, քրեական գործերը, կալանքը չեն կարող փոխել իմ մտածողությունը, իմ արժեհամակարգը։ Անկախ բոլոր անարդարություններից ես շարունակելու եմ ուժերիս ներածին չափով օգտակար լինել իմ երկրին, իմ ժողովրդին։ Ես մնում եմ ձեր ծառուկյանը, ում կարող եմ օգտակար կլինեմ, ինչով կարող եմ կօգնեմ իմ երկրին։